Բարեձե ժողովուրդ ջան։ Ստիպված եմ մտնում լայվ, իրոք եմ ասում, չէի ուզում մտնեի։ Որովհետև համ հանգստի կարիք ունեմ, համ էլ շատ գործեր կան, այս 5 տարվա ընթացքում կուտակված, որ համ ուզում եմ խնդիրները լուծեմ, համ էլ ուզում եմ հանգստանամ։ Բայց ինչ որ տգետներ կան, որ տենց շատ են արդեն կորցրել իրանց այդ կարելին ու չկարելին, ինչա կարելի, ինչի կարելի խոսալ։ Շատ են չափերն անցել, դրա համար ասի երկու բառով անդրադառնամ։ Մեկը կա լեննականից ինչ որ թուրքի մայլից է, ով է, չգիտեմ, շատ են ուղարկում իր ուղերձները, որ ինձ հրավիրում է դիվատի, չգիտեմ, ուր կանչում, ինչ անում։ Իրան ու իր նմաններին ուղիղ ասում եմ, որ ես ուզեմ ձեր հարցերը լուծեմ, ինձանից պահանջվելու է 10 րոպե։ Անենց անեմ, որ էլ երբեք ձեր ձենը չլսվի։ Իմացեք, ինչա կարելի ու ինչի կարելի, ամեն ինչ ունի իր սահմանները։ Մի արթնացրեք իմ մեջի դիավոլին, սենց ասեմ էլի։ Ես եկել եմ իմ հայրենիք, ու ձեր նման ոչիլները չեն կարա հանկարծ փորձեն ազդեն իմ վրա ինչ-որ հոգեբանական կամ ինչ-որ առումով, որ ես, չգիտեմ, ոչ մի ձև չեն կարա։ Ուղղակի զգուշացնում եմ։ Նայեք, զգուշացնում եմ, ուղիղ ասում եմ։ Չփորձեք հանկարծ անենց անեք, որ ես ձեզ լրացնեմ։ Չգիտեմ, բարադով մուժիկ ես, ով ես, ինչ ես, քեզնից ինչ ես ներկայացնում, քո լայվը ուղարկել են, ասում ես թուրքի մայլից եմ, այդ Գևորգը, չգիտեմ ով է, ինչա գնացել է Այլամի ձեռնանգ է, ես ինչ դες բաներ ես խոսում։ Ասում եմ քեզ, որ ուզեմ քեզ լրացնել, 10 րոպե է քաշելու։ Անենց անեմ, որ այդ ձենը ընդհանրապես չլսվի, ու քո նմաններին է վերաբերվում։ Ով խոսում է, թող մտածի, որ պատասխանատվություն է կրելու։ Յուրաքանչյուր մարդ, այն ինչը արտահայտվում է ու հանրային, ինքը նախ իր առաջ պետք է լինի պատասխանատու, եւ նաեւ պետք է լինի պատասխանատու հանրության առջեւ։ Եթե հանրությունը լսում է, ու ես էլ եմ լսել, ու եթե ես ցանկանամ, հանկարծ ուզեմ, որ դու պատասխանատվություն կրես դրա համար, դու կկրես պատասխանատվություն, ու շատ դաժան կերպով։ Ես այդ 5 տարին, այդ որ ապրել եմ, այն ինչ անցել եմ, ու եկել եմ ստե, դու իմ համար ոչիլ ես, որ ես քեզ ուզեմ կտրորեմ ու կանցնեմ, ու որևէ, չգիտեմ, ինչ-որ դժվարություն իմ համար չի առաջանա, չի կարելի, ուղղակի ասում եմ, նայ, խնդրում եմ, պահեք ձեզ, հայավայել, ազգավայել, չգիտեմ, այդ նացիստական, Հիտլերի այդ, չգիտեմ, իրա գերբը հետևատ խփած, ատենսները, նացիստական այդ ամեն ինչը կողի դրեք, մի հատ իջեք ներքև, իրականություն, ու ձեզ կարգի հրավիրեք։ Երևի մոռացել եք Սուջանին, մի մոռացեք։ Անենց մի արեք, որ հիշացնեմ իմ մասին ու շատ վատ լինի ձեր համար։ Ես շատ սկզբունքային մարդ եմ, այն ինչը վեկալում եմ իմ վրա պատասխանատվություն, այն ինչի համար ես պայքարում եմ, այն ինչը համարում եմ առաջնային, ես դա անում եմ մինչև վերջ։ Ունեն չանես, որ հանկարծ քո թուրքի մայլի, չգիտեմ ով, ոչնչություն, ու տես քո նմաններին հանկարծ ես փորձեմ անդրադառնալ։ Նայ, զգուշացնում եմ։ Ես հայ եմ, դու էլ ես հայ, ու բոլորս Հայաստանի Հանրապետությունում գտնվող հայերը պետք է իմանանք, որ մենք պետք է չպարակտվենք, մեկս մյուսից չդարձնենք թշնամի։ Եթե դու ունես ուրիշ աշխարհ հայացք կամ քո նմանները, քաղաքական, չգիտեմ, մտավոր, գաղափարային, դա քո խնդիրն է։ Ես քեզ չեմ ասում դու խի ես տես մտածում, խի ես տես արտահայտվում։ Դու էլ չես կարող ասես ինձ։ Ու ոչ մեկ չի կարող ասի ինձ։ Ու կամ ես ասեմ մյուսի խի ես տես մտածում, դու սխալ ես մտածում։ Ամեն մեկն ունի իր աշխարհայացքը։ Եթե մարդ ինչ-որ բան խոսում է ու կարող է այդ ամենը տրամաբանորեն վերլուծի ու հասկացնի դիմացինին, որ ինքը տենց է մտածում, ինչի համար է տես մտածում։ Դա ուրիշ։ Իսկ եթե ես ասեմ սենց եմ մտածում, ու բոլորի տեսանկյունից սխալ լինի, ու ես չկարենամ այդ ամենը ճիշտ բացատրեմ մարդկանց, մեկնաբանեմ։ Դա ուրիշ հարց է։ Անես որ ասում եմ, խնդրում եմ, տեր եղեք ձեր խոսքերին։ Անես մի արեք, որ հանկարծ ես այլ կերպ սկսեմ արձագանքել ձեր ասածներին, ու հաստատ արձագանքել եմ, որովհետև իմ ապրածը այդ 5 տարի 2 ամիս 3 օրը, այնքան է, որ ես իմ եսը պահել եմ, եթե այնտեղ, ես իմ ճիշտը պահել եմ ամենտեղ, ես իմ տաղավարի գաղափարային ու ամեն տեսանկյունից իմ ճիշտը ու իմ ինքնասիրությունը պահել եմ, քո նման ոչիլը չի կարա հանկարծ իմ երկրում կարենա, չգիտեմ, սենց իրան տաղու տեղ դնի, սենց կարենա ինչ-որ բան ասի, որ անհիման արտահայտություններ անում, սխալ,
Չի կարա, ուղղակի չի կարա։ Ձեզ ճիշտ պահեք։ Ունես մի արեք, որ գամ, չգիտեմ, ձեր տնից հանեմ, ձեր ընտանիքի առաջ ու ասեմ հələ պատասխանիր մի հատ, այ ոչի, ով ես դու։ Ինչ ես արեք մեր երկրի համար։ Ինչ ես արել։ Այն մարդիկ, ում որ ես օգնել եմ, պարկերի մեջ թաղված են եղել, իմ կազմակերպությունով օգնել եմ, փող եմ տվել, որ իր պարկերը փակի։ Դուրս կա դժվար իրավիճակից, այսօր հելել է ինձ ինչ որ բան ասում։ Մենք ձեզ կարգի հրավիրեք։ Ես որ հանգիստ խոսում եմ, ես որ սենց, չգիտեմ, դրական մոտեցում եմ ցուցաբերում, չի նշանակում, որ թուլություն է դա։ Ես ուղղակի ազգասեր եմ, հայասեր եմ, բայց պետքա բոլորը իմանան, որ պատասխանատու են լինելու իրենց ասածների ու գործերի համար։ Ես ոչ մեկի չեմ վիրավորել, ում եմ ես վիրավորել, ում եմ ասել ինչ որ բան։ Ու թույլ չեմ տա, որ որևէ մեկը կարենա ինձ վիրավորի, որովհետև պատասխանատվություն եմ պահանջելու։ Ու զգուշացնում եմ։ Այդ ոչի լին ու իրան նմաններին։ Անես մի արեք, որ կամ ձեր ընտանիքի առաջ կանգնեմ ու ասեմ ոչնչություն, մի հատ ասա տեսնեմ։ Ինչի համար է sense բաներ արտահայտվում ու ով ես դու, ինչ ես արել մեր պետության համար։ Քո ապրած կյանքով մինչև այս տարիքդ ինչ ես արել մեր երկրի համար, մեր ժողովրդի, մեր ազգի համար, ինչ ես արել։ Մի արեք։ Կգամ կասեմ, կգամ կանեմ, մի արեք, խնդրում եմ ձեզ։ Այսքան բան, ժողովուրդ ջան։ Թող այդ ոչնչությունները տեսնեն, որ եկել եմ։ Ես ոչ թե կոտրված եմ, ոչ թե չգիտեմ, ես էլի նույն Սուջան Գևորգն եմ։ Եթե ես այդ 5 տարի 2 ամիս այնտեղ ապրել եմ ու պահել եմ իմ եսը, իմ ինքնասիրությունը, իմ թասիբը, իմ հայ լինելը, իմ գենը, ու եկել եմ իմ երկիր, իմ հողի վրա, որևէ ոչիլ չի կարա ինձ հանկարծ, չգիտեմ, ինչ-որ մի բանով կարողանա իմ դեմ առնել կամ ինձ նսեմացնել կամ ինձ, չգիտեմ, ճնշել, չի կարա։ Այտենց մեկը չի լինի, որովհետև իմ կամքը այնքան ուժեղ է, իմ հոգին այնքան ուժեղ է։ Ուղղակի չեմ պատկերացնում, էլի մտածում են, չգիտեմ ինչ են մտածում։ Դրա համար զգուշացնում եմ, ուղղակի զգուշացնում։ Խնդրում եմ ձեզ։ Իմ ներսի դիավոլին մի արթնացրեք։ Նայեք, ասում եմ, ուղղակի զգուշացնում եմ։ Խնդրում եմ ձեզ։ Եղեք պատասխանատու ձեր խոսքերի մեջ։ Այն որ չեմ արձագանքում, չեմ ասում, չի նշանակում, որ դա թուլություն է։ Ուղղակի դուք ոչնչություն եք, բայց ոչնչություններին պետքա մեկ-մեկ պատասխանել, որ մնացածին դաս լինի։ Կգամ դաս կտամ։ Նայեք, ասում եմ։ Այսքանը։ Ժորժ ջան, այդտենց տահասներին ուշադրություն մի դարձրեք։ Դրանք ծայրահեղական, կեղտոտ մարդիկ են, ովքեր որ շատ մեր պետության համար շատ վտանգավոր մարդիկ են։ Այդ ծայրահեղականներին պետքա մաքրել մեր երկրից։ Պետքա իրենց դաս տալ, որովհետև դրանք մեր երկիրը քանդողներն են։ Ֆանատիկները, ովքեր իրանց ճայերի համար են ինչ-որ գործողություններ անում, խոսում, չգիտեմ, ազգային քողի տակ, հայրենասիրության քողի տակ, իրենց սեփական շահերն են տանում առաջ։ Իսկ հայրենասեր մարդը այն է, ով որ մտածում է իր երկրի շահի մասին, անձնուրաց իր եսը, անտեսում է հանուն իր երկրի, հանուն իր պետության, որը արեցի ես, որը ես արեցի։ Ու իմ նման լիքը տղերք, ովքեր զոհվեցին, փառք իրենց, փառք ու պատիվ մեր զոհվածներին ու իրենց մայրերին, իրենց հայրերին, իրենց հարազատներին, ես խոնարհվում եմ իրենց առաջ։ Այն տղերք, ովքեր գերեվարվեցին, որ ստիպված են եղել գերեվարվել, ինչա մերն էին, որ ուրախանայիք, հա։ Մեռածը մենակ կարա հերոս լինի, ոչ։ Էդի տա գետությունն է։ Հերոսը այն մարդն է, ով որ այնպիսի գործողություն է ծավալում, նա անկախ նրանից կարվի դաշտում է, քաղաքականության մեջ է, գիտական ասպարեզում է, այնպիսի գործողություն է ծավալում, որ պետության, երկրի կամ աշխարհի շահերը այսինքն մի հատ քայլ տանում է առաջ, որ բոլորը իմանում են, որ ինչ որ շրջադարձ տեղ ունեցավ, մեծ շրջադարձ, մեծ փոփոխություն։ Ես գերի չեմ, նախ ասեմ, իսկ երկրորդ, գերի լինելը չի նշանակում, որ դավաճան է, հələ դուք կռավատների տակից մտած, այն որ պատերազմի ժամանակ մտել եք ձեր մամաների փեշերի մեջ, կռավատի տակ պահկված էիք, հələ զենքը ձեռներդ գնայիք, հասնեիք այնտեղ, որտեղ ձեր կարիքը կար։ Տեսնել այդքան տղամարդկություն կար ձեր մեջ։ Ուր էիք բա դուք։ Ուր էիք, մի հատ ցույց տվեք տեսնեմ ուր էիք դուք, այդ խոսացողներդ։ Պատերազմի ժամանակ։
Մենք որ գնում էինք առաջիկից հրետանակոծության տակով անցնելուց, տանում էինք մեր տաղերքին հասնում էինք այն ամեն ինչ, որ պետք էր, հիգիենային պարագաներ, սնունդ, հագուստ, որ կարեն այն մեր տաղերքը կարեն այն գոյատևեին ու անեին այն, ինչ կախված էր իրենցից։ Ուր էիք դուք։ Այդպես խոսացողներդ ով եք վաբշե, կռվողները չեն հելնում այդպես խոսում, որովհետև գիտեն այդ ինչ է, գիտեն իրական կռվելն ինչ է, այդ դառնությունը, այդ ցուրտ, անձրևի տակ, գիշերը, մութ, այդ իրավիճակը շատ լավ պատկերացնում են։ Իմ նման տղերքը, ովքեր որ գնացել են, աջակցել են, օգնել են, իրանք շատ լավ պատկերացնում են։ Ինչ է այդ ամենը։ Գերիները, ովքեր որ տարապեոտ անջվել են, ընկել են այդ, չգիտեմ, դաժան փորձությունների մեջ։ Ու եկել հասել են տուն։ Որ մի քանի հոգու կյանք էլի փրկվել է, որ տուն են եկել վերադարձել։ Ճղճիմ ստորսրիկաների ինչ եք խոսում դուք։ Ուզում եք կամ ձեր տուն կանգնեմ ձեր առաջ, ու դուք չկարենաք իմ հետ խոսակ։ Ուզում եք։ Որովհետև ոչ այդքան դուխ ունեք, ոչ այդքան տաղամարդկություն, դուք մենակ Facebook-ով կարաք խոսակ, դիվանի վրա նստած։ Մենակ տանը կարաք ձեր մոր, ձեր կնոջ փեշի տակ նստած խոսակ, ուրիշ ոչ մի ձեր մեջ այդքան ոչ տաղամարդկություն կա, ոչ զորություն կա, ոչ ուժ կա, ոչ գիտակցություն կա, ոչ մտավոր ունակություն ունեք հասկանալու այդքան բանը։ Դուք գիտեք ինչ է հայրենասիրությունը, ինչ է հայրենիքը։ Եթե իմանայիք այդքան բանը չէիք հիմա այլի խոսա։ Հայրենասեր մարդը երբեք չի քննադատում այն մարդկանց, ովքեր որ երկրի համար ինչ-որ գործ են արել ու անում են, երբեք չեն քննադատի։ Իսկ ոչնչությունները, որ այն ժամանակ, երբ որ պետք է եղել պետության համար պայքարել, պետք է եղել, որ դու քո ներուժը ներդնես պետության համար, ռեսուրսներ օգտագործես մտավոր, բանական ռեսուրսներ օգտագործես պետության համար, իրանք պահկվել էին։ Դիվանի տակն էիք մտել դուք, ուր էիք պատերազմի ժամանակ։ Մեր հերոսները մեր տաղեքը պարկած են Եռաբլուրում, շատերը հաշմանդամ են դարձել, կեսը գերի են այնտեղ, որ գնացել են պետության համար կռիվ տալու, պետության օգնելու, տունը նստած գերի ոչ մեկ չի ինգ է, հասկանում եք, այս տորներ, տունը նստած ոչ մեկ գերի չի ինգ է։ Ես որ տունը նստած լինեի, ես պատանդ չէի լինի, ես գերի չեմ համարում ինձ, որովհետև ես քաղաքացիական անձ եմ եղել, ես պատանդ եմ եղել, ես տունը նստած չէի հայտնվի Ադրբեջանում, այն ինչ էլ ասել եմ Իլհամ Ալիևի, չգիտեմ իր կնոջ վրով, հետ ասել եմ, որովհետև պատերազմի ժամանակ, այն որ մեկը մեկի կռվի ժամանակ ինչ ասես ասում է, հայոյում են իրար, կռիվ են տալիս, չգիտեմ, դրանից հետո կարան նստեն հաշտվեն խոսան, դու չես կարա այդ վերցնես ասես Իլհամ Ալիևին սենց ասիր գնացին ընդ չգիտեմ քեզ ինչ Իլհամ Ալիևի բանն ես դու, հա, քարտուղարն ես, մամլո խոսնակն ես, Իլհամ Ալիևի ելես Իլհամ Ալիևի անից բաներ ես խոսում։ Եթե Իլհամ Ալիևի մամլո խոսնակն ես, ասա իմանանք։ Ինչ ես սել է խոսում։ Իլհամ Ալիևին սենց արի, լավ արի ասեցի, դու ով ես։ Իլհամ Ալիևի փոխարեն վատ ես զգում, որ ես ասել եմ։ Իլհամ Ալիևին ասեցի, գնացի, բռնես վարտը 5 տարի 2 ամիս 3 օր պահեց։ Հետո բաց թողեց, ասեց, լավ է, մոռացանք ամեն ինչ, գնա ասի տուն։ Եկա։ Հիմա դու Իլհամ Ալիևի փոխարեն ներսրտել ես, որ բաց այնց թողե Իլհամ Ալիևը, հա։ Այս տոր կերպար։ Ինչից ես ներսրտել։ Զանգ Իլհամ Ալիևին ասա, խի ես բաց թողե Իլհամ Ալիև, խի ես դրան բաց թողե։ Էդի քո կնոջը բան ասե, քեզ բան ասե, դու խի ես դրան բաց թողե, զանգի ասարա։ Այ բարադատի բարադի։ Այդ թուրքի մայլեցի չգիտեմ, մի հատ ոչիլ։ Դու որ տաղալն ես չես էսնի վելի Facebook-ով այդպես բաներ ասես, դու տաղա ես ինձ ասես, ես իրան Եռաբլուր կանչեցի, չգիտեմ ուր կանչեցի, հա։ Ո՞վ ես դու։ Դարել ես Հիտլերի գերբը հետևած նացիստական նշանը դարել ես հետևած, այտենց քեզ դարել ես չգիտեմ ումտեղ, հա։ Այդ որ չեն կարադառնում, մտածում ես դու տես պեսան տաղա ես, հա, քեզ տես դարել ես չգիտեմ ումտեղ։ Չփորձես։ Փորձանքի մեջ ես ընկնելու, նայ զգուշացնում եմ, ուղղակի զգուշացնում եմ։ Մի արա։ Ու բոլոր նրանց, ովքեր այդ տագետի նման, տահասի նման են մտածում, ուղղակի զգուշացնում եմ։ 10 րոպե է լինելու։ 10 րոպե հետո ծնկաչող ներողություն կխնդրի, եթե ես ցանկանամ։ Ուղղակի հայ եք։ Հայ, ես էլ եմ հայ։ Ես սիրում եմ իմ ազգը, ես սիրում եմ իմ ժողովրդին։ Ես չեմ տեսնում ոչ մեկիդ ինձ թշնամի, որովհետև ես չեմ տարանջատում ձեզ։ Ես ոչ մեկին
Չեմ վատ բառ ասել, ժողովուրդ, եկածը սորվանից 10-15 օր, 12 օր մեկի հասցեին ես մի տառ ասել եմ, ընդհանրապես խնդրում եմ գրեք, մեկին մի բառ ասել եմ, մեկի անունը տվել եմ, որ այս մարդը վատն է, այսի լավն է, այսի չգիտեմ ինչ է։ Խիեք ինձ իմ մասին խոսում։ Ինչի համար եք իմ մասին խոսում։ Եք շարքում իմ անունը, ես չեմ հասկանում։ PR-վում եք իմ անվան տակ, հա։ Չեմ անդրադառնում, որ պատերազմի ժամանակ գնացել մտել եք մամաների փեշերի տակ, այսօր ելել եք տղա եք դարձել, հա։ Ուր եք, ով եք, ինչ եք ձեզնից ներկայացնում։ Լավ մտածեք ինչ եք խոսում։ Մի ստիպեք, որ հանկարծ փորձեմ սկսեմ ձեզնով զբաղվել։ Ուղղակի ասում եմ, չեմ ուզում։ Այդքան բան։ Ես չեմ ուզում իմ վեհությունը թողնեմ, իշնեմ ձեր մակարդակի ու սկսեմ հանկարծ ձեզանով զբաղվել։ Ես լրիվ ուրիշ կերպ եմ հիմա մտածում։ Ես ավելի շատ սկսում եմ գործել, քան խոսալ։ Ես չեմ ուզում խոսեմ։ Ես ուղղակի ես ստիպված եղա ասելու, որ այդ Թուրքի մայլի ոչնչությունը ու իր նմանները հասկանան, որ չի կարելի։ Հերոսը ոչ միայն պատերազմի դաշտում է լինում, հերոսը լինում է բոլոր տարբեր բնակավարներում, ովքեր որ ծավալում են այնպիսի գործողություններ, որը նպաստում է երկրին, ժողովրդին կամ աշխարհին, որ շրջադարձ է տեղի ունենում, մեծ գործողություններ են անում։ Ես իմ կյանքը զոհաբերում էի իմ պետության համար։ Ես 5 տարին, այդ դաժան տարիները կորցրեցի, որովհետև ուզում էի իմ պետությանը մինչև վերջի վայրկյանը օգնած լինեի իմ ժողովրդին։ Ու դա այտենց է գնահատվում։ Գիտեք ի են այտենց խոսում, որովհետև իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Ոչինչ չեն ներկայացնում։ Ու այն մարդիկ, ովքեր որ գործ են անում, սկսում են մեղադրել, բամբասել, բանսարկում բամբասանքչիներ են, էլի։ Փնտի, կեղտոտ։ Այդքանը ժողովուրդ ջան, բան չեմ ուզում ասեմ, ուղղակի բոլորին հենց հիմա ուղղակի զգուշացնում եմ։ Տեր եղեք ձեր խոսքին։ Տեր եղեք։ Այն որ բերանները տապրծպր բացում եք, նայում եմ Facebook ինչ է կատարվում, ուղղակի սենց ապշոտ զարմացած գլուխս տարակում է, ասում եմ, էս ինչ մարդիկ են էլի, ինչ են խոսում։ Ուղղակի մտածում են ընդհանրապես, այդ մարդիկ գիտեք ովքեր են, են Ձիշովի ամիսը 10,000 դրամով ապրող, այն որ բոմժի կարգավիճակ ունեցող մարդիկ են։ Գրած եմ գալիս, մտնում իրանց տուն նկարեմ, այդտես խոսացողների։ Տեսեք ովքեր են, ճղած դիվանի վրա նստած, ջարդած դիվանի վրա, այն առաջվա տելևիզորները որ կա, հետևս էս մեծ են, լամպը, տես տելևիզորները դրած, պիվի շիշը դեմները, այն Ձիշովի պիվեն, կամ էլ չգիտեմ, այն արաղներից սպիրտ բացած։ Այդտես նստած գրում են սաղորը կամ հելու խոսում են։ Նորմալ մարդը երբեք անկիրթ, անպատասխանատու արտահայտություն չի անի։ Չի կարելի։ Այսքանը, հաջողություն, լավ մնացեք ժողովուրդ։